ներկա խոսալու, բայց մի երկու բան ուղղակի ուզում եմ վկայել Աստծո խոսքից։ Մեզ Հիսուս ասեց. եթե ուզում եք իմ հետևից գալ, խաչը վերցրեք, անձները դուրացեք, իմ հետևից արեք։ Մենք պետք է այս հոգով ապրենք, այս հոգով քայլենք, որտեղ Տերը մեզ շատ է սիրել։ Նա մեզ համար տիեզերքի արարիչը, Աստծո որդին, թողեց այդ գերագույն փառքը ավետենական, եկա որպես գառ մորթվա բոլորիս համար։ Մենք էլ պարտավոր ենք ամեն օր արցունք թափենք այդ գառան ոտքերի վրա եւ խոնարհվենք նրա գահի առաջ, սիրելներ։ Դրա համար պետք է այդ հավատքը զորանա մեր մեջ, որպեսզի կարողանանք պատրաստվենք այդան։ Դրա համար Աստծո խոսքում գրված է. «Մինչև մահ հավատարիմ եղիր, եւ ես քեզ կենաց պսակ դիտամ», գրված է Հայտնության գրքի մեջ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեր կու խոսքեր ասեմ ու վերջացնեմ։ Հիսուս խաչի վրայի խոսք եմ կարդում, ուստի Հիսուս երբ քացախ առավ, ասավ. ամեն բան կատարվեցավ, եւ գլուխը ծռելով հոգին ավանդեց հոր ձեռքերի մեջ։ Մեր բոլորի կյանքում էլ այս խոսքը իրականություն դառնա, եղբայրներ։ Հիսուս ասեց ամեն բան կատարվավ, այսինքն ամեն բան մարդի եւ Աստծո հետ մեկանալու համար բոլոր խնդիրները կատարվել է։ Մահ հաղթել է Քրիստոս, մեղքը քավել է Քրիստոս, հին մարդին խաչել է Քրիստոս, աշխարհը խաչել է մեզ համար, մեր աշխարհի համար։ Ամեն ինչ վերաբերում է մեր հոգևոր հավիտենության համար, Քրիստոս ասեց ամեն բան կատարվավ։ Այս աղոթքին պետք է միանանք մենք էլ, որպեսզի ամեն բան կատարվի մեր մեջ, մեր հինը խաչվի, մեր հինը մեռնի, մեր հինը ամեն ինչ ոչնչանա։ Ես մի օրինակ եմ ուզում ասեմ, եւ դա Աստծո զորությունով ալնելու, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աստծո խոսքում գրած է Երեմիա մարգարեության 23:29-ում, ասում է Աստծո խոսքը միթե կրակի պես չի։ Կամ Եբրայեցիս 12:20-ում գրված է Աստված մաշող կրակ է։ Եթե մենք մի սառույցի կտորը լենք, մոտիկանանք մեղքի սառույցի կտորը լենք, մոտիկանանք այդ սուրբ կրակին, Իր խոսքի կրակին, այդ սառույցը քալվի դառնա ջուր, հետո գոլորշիկ դառնա եւ այլևս չերևա, մենակ կրակը կերևա։ Եղբայրներ, քույրեր, մեր Աստված ուզում է մենք ձուլվենք Աստծո հետ, մեկանանք Աստծո հետ, որ նա մեր մեջ ապրի, նա մեր մեջ քայլի, մեր մեջ կյանք ստեղծի։ Եթե այդ ճանապարհով գնանք, մենք կնենք լույս աղ այս աշխարհի համար եւ Տերը կփառավորի մեր ամենի կյանքում։ Ես մեր գու վկայություն էլ անեմ, եղբայրներ, քույրեր, մենք բոլորս էլ մի բան տեսել ենք, որ եկել ենք հավատքի, մի բան տեսել ենք, որ կյանքներս նվիրել ենք, եթե ոչ մի բան տեսած չենք, չենք նվիրի։ Ես հիշում եմ, որ վենց Աստված ապաշխարության բերեց ինձ։ Ես շատ անհավատ կռապաշտ մարդ եմ եղել, այնքան չար եմ եղել, որ իմ ծնողները ինձ կախել է, որպեսզի ես փրկվեմ իրանից, ինքը փրկվի ինձնից։ Բայց մեծ ողորմությամբ մեր Ալբերտ եղբայրը, հիշում եմ, ընկեր էինք իրար հետ, ասեց արի գնանք մի հատ գիրք վերցնենք երրորդ մասից կանք։ Մտանք Հարութ եղբորից տունը, ես աղոթքի մասին լսավ, քիչ եմ մնում այդ խեղճին ծեծեի, հայուեի, վերջ ասեց լավ, միտեղ կանգնի կամ գնա դուրս, ծնգեկան աղոթեցին, նա այնպես սրտանց աղոթեց ինձ համար։ Ես իմ մեջ մտածեցի, որ ես լնեի Աստծո տեղը, այդ մարդի խնդրածը կտայի։ Ես չգիտեմ դու կաս թե չկաս, եղբայրներ, քույրեր, ես այդպիսի բան չէի տեսել։ Քրիստոս հայտնվավ, ես ընկա գետին, ողբում եմ, ահա որ ողբում եմ։ Ես տղից դուրս եմ եկել, այդ զորությունը մոտ 6 ամիս վրաս է եղել։ Ես զգացել եմ գիշերցրեք, ամբողջ աշխարհը խաչված էր իմ համար։ Եվ ես դուրս եկա տեղից իրանց ասեցի, դուք հավատում եք կենդանի Քրիստոս կա։ Այնպես փոխեց իմ հոգեկան աշխարհը, որ դա բացատրել լեզվով հնարավոր չի, եղբայրներ։ Ես 5 խոսքից 3-ը 4-ը հայյանք էր։ Պատկերացնում եք, մարդիկ հայում են, ես չէի հասկանում, ինչ լեզվով են խոսում։ Անգամ փագել էր Աստված հետ։
եւ ամբողջ աշխարհը խաչ, որտեղ նայմի մարդիկ խաչ, երկիրը խաչ, ամեն ինչ խաչ էր երևում աշխերից, աշխարհը խաչված էր, եղբայրներ քուրեր, Հիսուսի կրակը այնքան զորավոր է, որ մեզ կարող է ձուլել իր հետ, նա ունի ուժ եւ Աստված օրհնեց, մենք եղբայրությունով այսքան տարիներ հավատարիմ մնալով Տեր օրհնի այն եղբայրները, որ գնացին, մեր Հակոբ եղբայրը, մեր Դավիթ եղբայրը, մյուս եղբայրները, որոնք գնացին, մեր ավակ եղբայրները, որոնք կային Բելիխն ու բանը, Լիպչուկը, Ֆեդոտովը, նրանք մեծ ճանապարհ են անցել, 25 տարի, 20 տարի բանտեր են նստել եղբայրներ ջան, եւ մեծ արդյունքով պահել են այս վարդապետությունը ու սրբությունը, փոխանցել են մեզ, մենք էլ հավատարիմ մնանք, պահենք այդ վարդապետությունը, սրբությունը, որտեղ առանց սրբության մենք Տերոջ չենք տեսնի, Տերը թող օրհնի բոլորս, հավատարիմ մնանք մինչև վերջ, Հիսուսի անունով, ամեն։